Բայց էլի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում եմ քո այսօրվա թարմոցությունը, նորոծությունը, խնդրում եմ քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Թող կատարվի քո կամքը մեր կյանքում։ Փառավորվիր ամեն իրավիճակի վրա, բեր քո հոգու զորությամբ պատասխանները, ամեն իրավիճակ, որ բարձրացած է քո կամքի դեմ, Հիսուսի անունով կապում եմ ու խոնարհեցնում քո ոտքերի տակ։ Ամեն բան թող հնազանդվի քեզ, Հիսուս, ու ծառայի քեզ։ Հավիտյան փառք է, շնորհակալություն քո փառավոր հաղթանակի համար, որ տարել ես մեր կյանքի ամեն բնագավառում։ Փառավորվիր ամեն մեկիս կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն սիրելի հայ ժողովուրդ, այսօր սրտումս մի քանի բան կա, մի քանի պատմություններ եմ հիշում անընդհատ ու այս պատմությունները ուզում ձեր հետ կիսվեմ ուղղակի արագ անցնելով, որտեղ ես զգում եմ, որ Աստված սրանց միջոցով ասելիք ունի։ Գիտեք, պատմություններից մեկը այն մասին է, որ Սավուղը ինքը պատերազմական իրավիճակ է լինում, բայց Սամուել մարգարեն ասում է կսպասես, մինչև գամ զոհ անենք, նոր զոհից հետո դուրս կգաս պատերազմին։ Ու Սավուղին թվում է, թե Սամուելը ուշանում է։ Ու ժողովուրդը անհանգստացած է շատ։ Սավուղը տեսնելով Սամուելի բացակայությունը, վերցնում է ու այդ զոհը ինքն է մատուցում, որպեսզի դրանից հետո նոր սկսեն պատերազմական գործողությունները։ Ու հենց այդ պահին, երբ որ զոհը ավարտում է, Սամուելը հայտնվում է, ու ասում է, այս ինչ ես արել։ Սավուղը սկսում է արդարանալ, որ ժողովուրդը ասես թե իրան ստիպում էր, շտապեցնում էր, ու երբ որ տեսնում է Սամուելը չկա, ստիպված անում է դա Սամուելի փոխարեն։ Ու Սամուելը հանդիմանում է Սավուղին, որտեվ զոհ մատուցելը թագավորի գործը չի։ Այն ծառայությունը, որը տրված է Աստծո ծառայողին, պետք է Աստծո ծառայողը մատուցի։ Մենակ այդ ժամանակը, որ այդ զոհը ընդունելի է, ամեն մեկը չի կարող վերցնի ու զոհ մատուցի, ու այդ զոհը ընդունելի լինի Աստծուն։ Սավուղին չգիտեսխի տենց էր թվում, որ կարևորը այդ կենդանուն մորթելն է, արյունը թափելն է։ Հայ հաշվի չէր առնում, որ այդ ճանապարհը չի, որ Աստված առաջարկել է, որպեսզի զոհը մատուցվի։ Ու առաջնային կարա թվա, թե գործողությունը, որը արվում էր, հաճելի գործողություն էր, զոհ էր մատուցվում, բայց իրականում այդ զոհը պիղծ էր Աստծո արշավի առաջ, ու Աստված չընդունեց այդ զոհը բնականա, ու Սամուելի միջոցով հանդիմանեց Սավուղին։ Ու Սավուղի համար սա դիտվեց որպես աննազանդություն, որ ինքը Աստծո խոսքը անարգեց, Սամուելի ասածը չլսեց ու սեփական նախաձեռնությամբ գործողություններ կիրառեց, որը եւ Սավուղի վրա հետագայում բերեց անեծքներ, որովհետեւ աննազանդության արդյունքում Աստծո ներկայությունը հետագայում Սավուղի վրայից հեռանում է, ինքը դիվահարվում է։ Սա մի պատմություն է շատ կարևոր, որտեղ ես ուզում եմ, որ տեսնեք, շատ կարևոր է զոհը Աստծուն անել այն զոհը, որ Աստված է ուզում, ոչ թե այն, ինչ որ մարդը մտածում է։ Նույն ձևի պատմություն է Հաբելի ու Կայենի պատմությունը, որտեղ եւ Հաբելը եւ Կայենը զոհ են բերում։ Հաբելը ինքը բերում է իր հոտերի միջից ամենալավագույնը, մորթում է
որ այդ զոհը ընդունելի է Աստծուն, որովհետև Աստծու ուզած զոհն է։ Իսկ Կայենը ինքը քանի որ այգիներ ուներ, հողագործությամբ էր զբաղվում, ինքը բերում է իր բերքերի լավագույն պտուղը։ Ու իրան թվում է, որ դա Աստծու համար հաճելի կլինի, բայց Աստծու ընդունելի զոհը կենդանի մորթելը արյունը թափելն էր, որտեղ այդ արյունը խորհուրդ ունի։ Ու Կայենը իր մտքով բերում է այն զոհը, որ իրան թվում է թե լավագույնն է բերում, իր բերքերի լավագույնն է բերում, բայց դա Աստծու համար ընդունելի զոհ չէր, ու Աստված չի ընդունում այդ զոհը։ Պետք չի Աստծուն ծառայել այն ձև, ոնց մարդն է մտածում, թե այդ ձևով կհաճեցնի Աստծուն։ Պետք է Աստծուն ծառայել նենց, ոնց Աստված է ուզում, Աստծու ասածը անելով։ Մեր հնազանդությունը ամենալավագույն զոհն է ցանկացած իրավիճակի մեջ, որ մենք կարանք Աստծու ասածի համաձայն անելով Աստծու անունը մեծարենք ու բարձրացնենք։ Գիտեք, այս մասին երբ որ հիմա ես խոսում եմ, ես հանկարծ հիշեցի նաև ոսկե ձկնիկի պատմությունը։ Թվում է թե ընդհանրապես կապ չունի հավատքի հետ, բայց եթե ուշադիր լինեք, այդ կինը, այդ պառավը անդադար իր ցանկություններն էր առաջ տանում։ Ու այն աշճան, որ վերջում իր ցանկություն կատարող ոսկե ձկնիկին ուզում էր, որ իր սեփական ծառան դառնա, ու ինքը ամեն ինչ կորցրեց, կանգնեց կոտրված դաշտակի առաջ։ Ցավոք սրտի այսօր շատ քրիստոնյաներ ընդհանրապես չեն հարցնում Աստծու կամքը ու չեն ուզում անեն ինչ որ Աստված է ասում։ Աստծուն մոտենում են, ասես թե մոտեցել են ոսկե ձկնիկին, իրանց ցանկություններն են մենակ առաջ բերում ու շատ են նեղվում, որ Աստված հանկարծ իրանց ուզածը չի անում։ Իրանց պատկերացումների մեջ այդ ձև է, որ Աստված նրա համար է, որ մենակ իրանց ցանկությունները կատարի։ Փոխանակ, որ մտածի, որ առաջնային պետք է ինքը փնտրի Աստծո արքայությունը, Աստծու կամքը, որ ամեն բան իրան կտրվի։ Մենք ենք Աստծու ծառաները, ոչ թե Աստված է մեր ծառան։ Սա շատ կարևոր բան է։ Ու Աստծուն պետք է ծառայել Աստծու ուզած ձևով, Աստծու ուզածը անելով, որպեսզի հաճենանք Աստծուն, որպեսզի Աստծո օրհնությունն ու օծությունն էլ մեր վրա արձակվի երկնքից որպես պատասխան։ Գիտեք, մյուս պատմությունը, որի մասին ուզում էի խոսեի, դա մի պատմություն է, երբ որ Իսրայելը պատերազմի ժամանակ պարտություն է կրում ու ուխտի տապանակը գերի է գնում փղշտացիների մոտ։ Այսինքն հստակ չեմ հիշում այդ պահին փղշտացիներն էին թե այլ թշնամու մոտ են գնում։ Ու այս թշնամիները այդ ուխտի տապանակը տանում են, դնում են իրանց ինչ որ տաճար ա լինում, ինչ ա լինում, որտեղ իրանց կուրքերն են լինում, իրանց սուտ Աստծո անունը դագոն ա լինում, ինչ որ արձանի նման մի բան ա լինում։ Ու երբ որ ուխտի տապանակը դնում են այդ նույն սենյակում, որտեղ այդ իրանց կուրքն է, ուխտի տապանակը իրանից ներկայացնում է Աստծո ներկայությունը, Աստծո փառքը։ Առավոտը, երբ որ արթնանում են ու մտնում են այդ սենյակ, տեսնում են իրանց կուրքը, այդ արձանը քիթ բերնի վրա շուռ եկած ու փշրված։ Աստծո ներկայության մեջ կուրքերը փշրվում են, խափանվում է սատանայի ծրագրերը։ Աստված, երբ որ իր փառքով գալիս է, թշնամու բանակում սկսվում է խառնաշփոթը։ Ուզում եմ ասեմ, Հայաստանը Աստծու համար առանձնացված երկիր է։ Աստծո փառքը հանգչում է Հայաստանի վրա, որովհետև Աստված խոստմունք ունի Հայաստանի համար ու ինքը պատահաբար չի ընտրել այս տարածքը, որ դրախտն աստեղ եղե Եդեմյան պարտեզը, պատահաբար չի եղել, որ
ջրհեղեղից հետո կյանքը նորից տեղից հավեր սկսվե։ Պատահաբար չի, որ Հայաստանը դառավ առաջի քրիստոնեական երկիրը, որը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, հավատք, որը եւ ազգերի համար դառավ ջահակիր երկիր, համարձակություն տվեց մյուսներին Հայաստանի հետևից գալու ու նորից Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելու, իրանց երկրում հռչակելով պետական կրոն դա։ Երեմիա 51:27 խոսքի մեջ Աստված առանձնացնում է մինին Արարատն ու Ասքանազը, մի տարածք, որին հրավիրում է զինելու, պատրաստելու Բաբելոնի դեմ պայքարում, որը իսլամական ոգին է, հակաքրիստոսի հոգով լցված մի իշխանություն, որը իրան դրսևորելով վերջին օրերում հարձակվելու է Երուսաղեմի վրա ու զավթելու է Երուսաղեմը։ Բայց մինչև այդ ամեն ինչը կկատարվի, Աստված Հայաստանին հրավիրում է, որ անդադար դիմակայի այդ թշնամու հետ պայքարում հակառակվի ու ազգերին ցույց տա իրականում իսլամի դեմքը, որ ինքը հակաքրիստոսի հոգով լցված դիվային գաղափարախոսություն է, որը հենց Հիսուսի դեմ ուղղված ծրագիր է իրականացնում։ Այսինքն սա բացահայտ պատերազմ է Աստծո եւ Սատանայի մեջ, որտեղ Հայաստանը Աստծո կողմից առանձնացվում է այդ պատերազմի համար, Հայաստանին տրվել է լինել առաջատար դիրքերում ու բոլոր ազգերին Աստված կոչ է անում կանգնելու Հայաստանի կողքին, Հայաստանի ձեռքերը բարձրացնելու, այդ մենամարտին մասնակից լինելու, որպեսզի մենք միաբան մյուսների հետ կարողանանք հաղթանակ տանենք ու թույլ չտանք իսլամական ուժերի ներթափանցումը դեպի այն տարածքներ, որտեղ որ Սատանան փորձում է իշխանություն վերցնի։ Այսինքն Հայաստանը իր կոչումով հակառակվողն է Սատանային ու ոչ մի դեպքում Հայաստանը չպետք է հանձնվի, խոնարհվի Սատանայի առաջ, նույնիսկ երբ որ անելանելի վիճակ է ու թվում է թե մենակ է։ Երբ որ ուխտի տապանակը թշնամու բանակում էր ու թշնամին հաղթանակ էր տոնում, Աստված իր փառքով բերեց կործանումը այդ սուտ Աստծո։ Ու հիմա, երբ որ Հայաստանը շատերի կողմից թվում է թե նվաճված է ու այլևս Հայաստանը չունի այն դերն ու ազդեցությունը, որ հակառակվի Սատանային, ասես թե ուխտի տապանակը թշնամին գրավել է, գերի է վերցրել, Աստված դրանից չի պարտվում։ Աստված Հայաստանը այս վիճակով ոնց կա, իջնելով իր փառքով ստիպելու է բոլոր կուռքերին փշրվել, բոլոր դագոններին խոնարհվել, ջարդուփշուր լինել, նրանք, ովքեր որ կարծում էին, թե հաղթանակ ունեն Հայաստանի վրա, իրանք դեռ տեղյակ չեն, որ իրանց վերջը եկել է։ Ու սա Աստծո պատասխանն է բոլոր այն ուժերի հանդեպ, ովքեր որ երազում էին Հայաստանի կործանումը ու կազմակերպել էին Հայաստանի կործանումը ու մտածել էին, թե հաջողության են հասել։ Ոնց Հիսուսը հարություն առավ մեռելներից Աստծո ձեռքով, Աստծո զորությամբ, նույն ձևով Աստված հարություն է տալի Հայաստանը, կանգնեցնում է մոխիրներից ու ամեն կուռքերը մինի Արարատի ասքանազի տարածքի վրայից փշրվում են հիմնահատակ ոչնչանալով։ Ու սրան զուգահեռ մյուս պատմությունը, որ ուզում եմ ասեմ, կար Սամսոնը, որը Աստծո կողմից առանձնացված Աստծո մարգարեներից էր, որը այդ ժամանակների համար Աստված որոշել էր, որ Սամսոնի միջոցով հաշվեհարդարատեսնելու փղշտացիների հետ։ Սամսոնը ուներ գերբնական ուժ Աստծո կողմից տրված, որ մենակով թշնամու բանակը ուղղակի ջարդուփշուր էր անում։
ու Սամսոնի ուժը իր մազերի մեջ էր, քանի որ իր ծնված օրվանից իր մազերը չէին կտրել։ Բայց ստացվում է մի իրավիճակ, որտեղ կարողանում են Սամսոնին համոզել, գաղտնիքը իմանալ ու իրան մազերը կտրելով զրկում են իր ուժից ու իրան գերի են տանում։ Ու երբ որ գերի վիճակում է ինքը լինում, կուրացած, որտեղ աշկերը հանում են, ինքը դառնում է սատանայի գերին, թշնամու գերին, ջրաղացն է պտտեցնում, այսինքն իրան դարձնում են իրենց ծառան, ծաղրում են ու մտածում են, որ Սամսոնի հետ արդեն ամեն ինչ վերջացած է, ունեն լիարժեք հաղթանակ։ Բայց այդ ընթացքում, երբ որ Սամսոնը գերության մեջ է լինում, իր մազերը կամաց աճում է ու ուժը վերականգնվում է ու թշնամին տեղյակ չի լինում։ Ու իրանք մի խնջույքի ժամանակ, երբ որ բոլորով հավաքված են լինում այդ թշնամիները, փղշտացիները, շատ են ուզում Սամսոնին բերեն, ծաղրեն, բոլորին ցույց տան այն թշնամուն, որ մի ժամանակ իրանց համար մահ ու սարսափ էր տարածում, հիմա ինչքան տկար ու թույլ վիճակում է ու իրանք կարացել են հաղթեն իրանց թշնամուն, բայց իրանք չգիտեին, որ Սամսոնի ուժը վերադարձել է ու Աստված Սամսոնի միջոցով թշնամիների հարցը նորից լուծում է։ Սամսոնը երբ որ գտնվում է այդ շինության մեջ, որտեղ հավաքված են լինում 3000-ից ավել մարդ, ինքը սյուներին հենվելով, հիմնասյուները, որ լինում է այդ ամբողջ շենքը, որ իր վրա է պահում, շարժում է ու այդ շենքը հիմքից սկսում է քանդվել ու բլվել բոլորի վրա ու բոլորով մեռնում են տեղում, Սամսոնն էլ իրանց հետ, բայց նման ձևով Սամսոնը հաշվե հարդար է տեսնում թշնամու հանդեպ։ Այս պատմությունները ուղղակի պատմություններ չեն, որ այսօր Սուրբ Հոգին ինձ հիշեցրել է։ Հայաստանի մազերը աճում է, Տիրոջ զորությունը Հայաստանի վրա է իջնում, Հայաստանը հարություն է առնում մոխիրներից, Հայաստանը ոնց եղել է միշտ թշնամու մահ ու սարսափը, նույն Հայաստանը կանգնած է Աստծու անվան համար, Աստծու ծրագրերի համար, իսլամի ոգուն ջարդելու, փշրելու ու ժողովրդին իսլամի գերությունից ազատելու համար։ Տիրոջ օրհնությունը գալիս է քո վրա Հայաստան, ու սատանայական ամեն մի ծրագիր, որ ուղղված էր քո դեմ ու մտածում էին, թե քեզ հաղթել են ու ոչնչացրել են, այլևս ավարտված է։ Թշնամին այսօրվանից է սկսած ապրելու է վախի, սարսափի մեջ, որտեղ իր բոլոր ծրագրերը քիթ բերնի վրա շուռ են գալի ու ջարդուփշուր են լինում Հիսուսի զորավոր անունով։ Հայր, ես շնորհակալ եմ քո զորության համար, որ քո փառքով իջնում ես Հայաստանի վրա ու դու ինքդ Հայաստանի միջոցով կոտրում ես սատանայի ողնաշարը։ Քո գերբնական զորությունը Հայաստանի վրա, քո գերբնական պաշտպանությունն ու օրհնությունը հայ ժողովրդի վրա Հիսուսի անունով։ Ամեն։